Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև Մեդինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, օստեոպորոզն է այսօրվա մեր թեման, բավականին տարածված մի խնդիր եւ հատկապես կանանց շրջանում եւ հատկապես դաշտանադադարից հետո։ Խնդիր, որը աստիճանաբար զարգանում է աննկատ, առանց ցավի եւ զգացնել է տալիս արդեն բավականին բարդացած փուլերում։ Ինչ է տեղի ունենում, մեր ոսկրերը մշտապես թարմացվում են։ Սա այն process-ն է, երբ քայքայումը գերազանցում է այդ վերականգնման process-ին եւ արդյունքում ոսկրերը դառնում են ավելի փխրուն, ավելի բարակ եւ ասես կորցնում են իրենց առողջ լինելը կամ պիտանի լինելը։ Թեմայի շուրջ զրուցել եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոդաբան Զարուհի Սաֆարյանի հետ, բարև բժշկուհի։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք եւ այսպես ինչ է տեղի ունենում ոսկրերի հետ, եթե մասնագիտական տեսանկյունից ներկայացնեք այդ դանդաղ փխրունանալը, այդ կործանումը, ասես, այո, ոսկրերի, խնդրեմ ներկայացրեք։ Օստեոպորոզը դա կմախքի սիստեմային հիվանդություն է, որին բնորոշ է ոսկրային հյուսվածքի զանգվածի իջեցում, ոսկրային որակի իջեցում, որը իրան հենց հանգեցնում է ոսկրային փխրունության, եւ դա բերում է շատ հեշտ ոսկրային կոտրվածքների, նույնիսկ աննշան տրավմատիկ վնասման հետևանքով։ Իրոք կանանց մոտ նա ավելի արտահայտված է, ավելի տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ է նկատվում, քան տղամարդկանց մոտ, դա էլ բացատրվում է իրանց էստրոգենային սինթեզով, սակայն ասեմ, որ շա արդի խնդիր է, որովհետև բավականին տարածված է եւ իրանից նույնիսկ ներկայացնում է սոցիալական խնդիր եւ առողջապահության նախարարության համար բավականին ծախսատար, քանի որ կոտրվածքների հետևանքով մենք պացիենտների մոտ նկատում ենք շատ արագ անաշխատունակություն, հաշմանդամություն, նույնիսկ մահացություն առաջին 1-2 տարվա ընթացքում թրոմբոեմբոլիկ բարդություններից։ Իսկ ցավով ուղեկցվում է այդ հիվանդությունը։ Երբեմն կարելի է ասել օստեոպորոզի մասին, որ ինքը ասիմպտոմ հիվանդություն է, եւ մենք շատ հաճախ իրան ախտորոշում ենք, երբ որ արդեն պացիենտի մոտ ունենք ինչ-որ կոտրվածք հետ փուլում, հա։ Դրա համար, որպեսզի գնահատենք օստեոպորոզի պացիենտների վարման ստրատեգիան, մենք դասակարգում ենք օստեոպորոզը երկու մեծ խմբերի՝ առաջնային եւ երկրորդային։ Առաջնայինների մեջ մտնում է պոստմենոպաուզալը, որը նկատվում է ավելի շատ, քան 85% դեպքերը, այսինքն զգալի մասը գնում է հենց հետդաշտանային փուլում։ Դա սենիլ օստեոպորոզն է, որը ի հայտ է գալի 70 անց տարիքի մարդկանց մոտ, կին թե տղամարդ, դա յուվենիլ օստեոպորոզն է, որը ի հայտ է գալի վաղ տարիքում, ջահելի տարիքում մարդկանց մոտ, եւ իդիոպաթիկ, երբ որ պատճառ չունենք, բայց պացիենտի մոտ դենսիտոմետրիայի հիման վրա հետազոտության ախտորոշում ենք օստեոպորոզ։ Երկրորդային օստեոպորոզները դրանք ինչ որ մի հիվանդության, համակարգային հիվանդության հետևանքի ընթացքում զարգացած, բարդացած իրավիճակն է։ Դրանց մեջ մտնում են նշեմ մեր ռևմատիկ հիվանդություններից ամենաշատը հանդիպում է ռևմատոիդ պոլիարտիտի ժամանակ, սիստեմային կարմիր գայլախտի, սիարոնիկայցի սպոնդիլարտրիտների ամբողջ խմբի, դա ուրեմն էնդոկրին հիվանդություններն են, որի ժամանակ հիմնականը շաքարային դիաբետն է, տիրեոտոքսիկոզն է, գիպոգոնադիզմն է, գիպերպարաթիրեոզն է, իցենգոկուշինգի համախտանիշն է, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ դա ստամոքսի ռեզեկցիայի վաղ ենք նկատում, մալաբսորբցիան հաճախակի խանգարում, նյութափոխանակության, լարդի հիվանդությունների ժամանակ կարող լինեն քրոնիկ լարդի հիվանդություններ, երիկամային հիվանդությունների ժամանակ քրոնիկ երիկամային հիվանդություն, ֆանկոնի համախտանիշ, արյան հիվանդությունների ժամանակ այսինքն այս հիվանդությունների հետևանք, այո, որպես այո, երկարատև կամ բուժման ընթացքում կամ որպես երկրորդային արտահայտում կարող է պացիենտի մոտ զարգանալ երկրորդային օստեոպորոզ։ Զարուհի, իսկ կարող է օստեոպորոզը առաջացնել խնդիրներ եւ այդ խնդիրները լինեն օստեոպորոզի հետևանք։ Դուք ինչ որ դուք նշում եք խոսքը գնում է իդիոպաթիկ օստեոպորոզի ժամանակ, երբ որ կարծես պացիենտը արկա չունի որևէ ռիսկի գործոն, հիվանդություն, բայց մենք դենսիտոմետրիա ենք կատարում եւ պացիենտի մոտ ախտորոշում ենք օստեոպորոզ։ Դրանց հետևանքը իհարկե տարիների ընթացքում դա կոտրվածքներն են։
Այո, եւ հետաքրքիր է, մի խումբ կանանց մոտ դա դաշտանադադարից հետո նկատելի է, մի խումբ կանանց մոտ ոչ։ Այստեղ գործ ունենք ավելի գրագետ ապրելակերպի հետ, թե կրկին ժառանգականությանն ենք վերագրում։ Գիտեք, ռիսկի գործոնները օստեոպարոզի բավականին շատ են, այսինքն եւ նշանակություն ունի ֆիզիկական ակտիվությունը եւ ուրեմն սնունդը, որը հարուստ է կալցիով եւ վիտամին D-ի ընդունումը օրվա ընթացքում եւ ուրեմն չարաշահումա ալկոհոլի կամ ծխախոտը գոյություն են քրոնիկ երիկամային հիվանդությունների ժամանակ, որ կարող է նկատվել նման բան, ժառանգական նախատրամադրվածությունը, եթե ընտանիքում ենթադրենք մայրը տառապել է նման տիպի խնդրով, եթե պացիենտը խմում է օրինակ երկարատև հորմոններ, գլյուկոկորտիկոստերոիդներ 3 ամիս եւ ավելի ժամկետով, դա կարող է հանգեցնել, այո։ Դա հանգեցնում է իմոբիլիզացիան, երբ որ երկարատև անշարժ է մնում պացիենտը եւ սնուցումը թերի է կատարում ոսկրային համակարգի, օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ, ստամոքսի ռեզեկցիայի ժամանակ, երբ որ ներծծումն է խանգարվում, նույն այդ կալցի եւ վիտամին D-ի ներծծումն է խանգարում։ Այսինքն դա նույնպես հանգեցնում է օստեոպարոզի։ Այո, Երկար ժամանակ անց է դա տեղի ունենում ստամոքսի ռեզեկցիայի հետևանքով երբ օստեոպարոզը Դե հստակ ես դեն ժամկետներ չգիտեմ ինչքան է պետք, բայց որպես հետևանք այո, դա ռիսկի գործոնների մեջ է ու եթե պացիենտին կատարվել է նման տիպի հետազոտություն, գոնը տարին մեկ անգամ, իսկ եթե նորմա ենք ստանում, այսինքն ստանում ենք ցուցանիշը նորմայի կամ օստեոպենիայի մակարդակով, ուրեմն որոշում ենք ինչ-որ ժամանակացույց, երբ կարան կրկնակի ստուգենք դենսիտոմետրիան եւ համոզվենք, եթե պացիենտը ունի այդ հիվանդությունը, ապա արդեն ախտորոշվում է այդ պաթոլոգիան եւ բուժում է նշանակվում, եթե չունի դինամիկ հսկողություն։ Բժշկուհի, դենսիտոմետրիան հետազոտության այն տեսակն է, որով էլ հայտնաբերում է օստեոպորոզը, հոդերի այս խնդիրը, բայց այս դիագնոստիկ մեթոդը չի քարոզվում որպես պրոֆիլակտիկ կատարելու մեթոդ։ Այ խնդիրը պետք է լինի, հետո նոր բժիշկը ուղղորդի։ Այ ինչու այս մեթոդը նույնպես չի ներառվում պարբերաբար պարզապես ստուգումների թվին։ Իրականում մենք ունենք այդ ուղեցույցները, երբ ուղղորդենք պացիենտին դենսիտոմետրիա։ Այսինքն դա բոլոր այն կանայք են, որոնք արդեն 65 տարեկան են եւ ավել։ Դա բոլոր այն կանայք են, որոնք մինչև 65 տարեկան են ընկնում կամ ունեն վերը նշված հիվանդություններից մեկը, կամ ունեն իրանց պատմության մեջ ռիսկի գործոններից մեկը կամ կոտրվածք։ Դա բոլոր տղամարդիկ են 70 տարեկան եւ ավելի մեծ, մինչև 70 տարեկան տղամարդիկ, որոնք էլի առկա ունեն ռիսկի գործոն կամ ունեն պատմության մեջ անամնեզում կոտրվածք։ Դա այն պացիենտներն են, որոնք երկարատև ստանում են գլյուկոկորտիկոստերոիդներ 3 ամիս եւ ավել։ Եվ այն բոլոր հիվանդություններն են օրգանհամակարգերի, որ ես նշեցի, էլի իրան գտնվում են ռիսկի գործոնի մեջ, որտեղ մենք կարող ենք ռիսկի խմբի մեջ, որտեղ մենք կարող ենք ցուցենք նույնպես էլի դենսիտոմետրիա կատարել եւ վաղաժամ տարիքում գտնենք այդ հիվանդությունը եւ սկսենք բուժել։ Ինչքան վաղ, այդքան լավ արդյունք։ Այո, ի վերջո օստեոպորոզը լիովին բուժել լինում է, թե պարզապես կարելի է մեղմացնել այս խնդիրը։ Մենք փորձում ենք հագեցնենք ոսկրային համակարգը, ինչքան որ հնարավոր է, բայց ինքը միևնույն է համարվում է բարդ հիվանդություն, ծանր հիվանդություն, որտեղ կարող է բերի պաթոլոգիկ կոտրվածքներին եւ դրանք լինեն, ենթադրենք միջնչին ինչ որ պատճառից, այո։ Այո, աննշան նույնիսկ տրավմաների ընթացքում։ Եվ խնդրեմ նշեք, թե ինչպիսի խնդրի լուծում է պահանջում, այ նշեցիք, պարզապես այս ռիսկի խմբով գտնվող մարդիկ պետք է դիմեն հոդաբանին եւ ստանան համապատասխան բուժում։ Բուժումը իրականացվում է բացառապես դեղորայքային եղանակով, թե կան ֆիզիոթերապևտիկ բուժման տեսակներ եւ այլն։ Բուժումը ինքը ունի իհարկե միանշանակ դեղորայքային բուժում, երբ որ մենք տալիս ենք կալցիի պրեպարատներ, վիտամին D, հորդորում ենք պացիենտին օգտագործել կալցիով հարուստ ուտելիքներ եւ կան այսօր դեղեր, կոչվում մեծ խումբ բիսֆոսֆոնատներ, որոնք հագեցնում են ոսկրային համակարգը։ Իսկ ոչ թերապևտիկ մեթոդներից շատ կարևոր է կրթել պացիենտին իր խնդրի մասին, որպեսզի ինքը զերծ մնա հանկարծ հարվածից, ընկնելուց, զգուշություն, հակացուցված է վազքը կամ թռչկաձև վարժությունները, չնայած դրան էլ հակառակ խորհուրդ է տրվում բուժական
ֆիզկուլտուրա, մարմնամարզություն, այսինքն լող, որը որ մկանային համակարգը կպահի տոնուսի մեջ եւ ոսկրային համակարգը ել ավելի լավ կհագենա, արևը, ծովը, եթե պացիենտը ունի տեսողության խնդիր, հորդորվում է ուրեմն կորեկցիա անելու տեսողությունը, որպեսզի մարդը հեշտ տեղաշարժվի։ Որևէ վրիպում չունենա, անկումներ չունենա, որտեղ օստեոպարոզից շատ բնորոշ է անկումներ, սպոնտան, այսինքն կանգնած տեղը, կարծես որևիցե առանց որևիցե ճնշման անկման, պացիենտը հակում ունի դեպի ընկնելը։ Ասում են, չէ, տանը քայլում էր, պարզապես ընկավ եւ դարձավ անկողնային։ Եվ հետաքրքիր այս դեպքում կոտրվածքները լինում են ճակատագրական, այո, այսինքն դժվար վերականգնելի։ Եթե դա խոսքը գնում է ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքի մասին, իհարկե, որովհետեւ այդտեղ արդեն կամ պետք է արագ վիրահատեն եւ ֆիքսեն ողնաշարը, կամ ինքը բնական է այդ ողերը երբ որ կոտրվում են, իրանք կարծես միաձուլվում են։ Եվ այդտեղ շարժունակությունն է պակասում ողնաշարի։ Այո, Զարուհի, դուք նաև նշեցիք, որ անչափ կարևոր է վիտամին D-ի եւ կալցիումի ընդունումը։ Արդյոք սա հանրությանն էլ իրազեկ ենք, պետք է պարբերաբար ընդունել, թե պետք է հանձնել արյան փորձաքննություն, լաբորատոր, փորձանմուշ, որից հետո ընդունել։ Այսինքն, եթե նորմայի սահմանում է, սակայն կրկին ներքին սանդղակում է կամ ներքին սանդղակի վերևի ադեսա, արդյոք արդեն ազդակ է, որ կարող է վտանգավոր լինել ամեն ինչ։ Միանշանակ այսօր մեզ հասկանալի է, որ ստուգենք թե վիտամին D-ն, թե կալցին արյան մեջ, եւ եթե մենք գտնում ենք իրոք ցածր ցուցանիշներ, թե վիտամին D-ի, թե կալցիումի, միանշանակ նշանակվում է իր թերապևտիկ դոզան, սակայն 50 տարեկանից հետո հորդորվում է օրական օգտագործել վիտամին D-ն 1000-ից 2000 միավոր չափանիշով եւ կալցիումը 1000-ից 1200 միլիգրամ օրական ուտելուց հետո։ Եվ վերջում կրկին ձեր խորհուրդը մեր կանանց, քանի որ հատկապես նրանք են այո խոցելի խմբում, ավելի երիտասարդ, ավելի վաղ տարիքում, այ առօրյայում ինչ խորհուրդներ կտաք, ինչպես լրացնել այն ռիսկի գործոնները, որոնք կարող են հանգեցնել օստեոպորոզի։ Եթե պացիենտը ունի քրոնիկ ինչ-որ հիվանդություն, հորդորում եմ դիմել բժիշկ ռևմատոլոգին, որպեսզի կարողանան կատարեն դենսիտոմետրիա եւ ախտորոշենք արդյոք այդ պացիենտը ունի օստեոպարոզ թե ոչ։ Դա էլ հենց պրոֆիլակտիկան կլինի։ Իսկ առօրյայում խորհուրդ եմ տալի օգտագործել կալցիումի պրեպարատներ, վիտամին D, դինամիկ հսկողության մեջ գտնվել թեկուզ տեղամասային թերապևտի մոտ եւ առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն, քայլք, հեծանիվ քշել, լող։ Այ ուժային վարժությունները լավ են օստեոպարոզի կանխարգելման հարցում։ Ուժային վարժություններ չի կարելի անել, միայն բուժական վարժություններ, մարմնամարզություններ ու լողն է շատ խրախուսվում։ Այո, շնորհակալ եմ կարևոր ինֆորմացիայի համար բժշկուհի։ Շնորհակալ եմ։ Հարգելիներ, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, թե ինչ դարի հիվանդություններից մեկը օստեոպարոզ, որը պարզապես կարելի է չնչին քայլերի միջոցով, գրագետ քայլերի միջոցով կանխարգելել, դե ինչ բժշկու խորհուրդները կարծում եմ ձեզ օգտակար եղան, իսկ ես զրուցում էի Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոդաբան Զարուհի Սաֆարյանի հետ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Ֆիլտրեն ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն, առողջ էջի բոլոր սիրահարներին, ես մարզիչ չեմ, բայց այս մարզասարքից օգտվելը բավականին հեշտ էր եւ ես ինձ թույլ եմ տալիս ձեզ ներկայացնել ստոծանին, դիաֆրագման, ստամոքսի հատվածը նաեւ մարզելու այս վարժությունը։ Այն կատարում ենք մի փոքր դժվարությամբ, քանի որ ծանր քաշ եմ դրել եւ պտտվում ենք մարմինը կորացնելով որոշակի անկյան տակ։ Արտաշնչում ենք պտտվելիս, նշեմ, որ այն չենք կատարում ուղիղ մեջքով, այլ կատարում ենք փոքր-ինչ կորացած, որպեսզի զգաս այս դիաֆրագմայի հատվածը։
Հիմա պետք է փոխենք մարզասարքի դիրքը, ահա բերում ենք այս կողմ։ Դժվար այս պահն է, երբ ասես ճկվում է մարմին այնպես, որ մարզասարքը հարմարեցվի մեջքին։ Նշեմ, որ այն մարզում է ստամոքսի հատվածը, ինչպես նաև դիաֆրագման, եւ շնչում ենք ետ գնալիս, արտաշնչում մոտ գալիս։ Ամբողջ մարմինը ասես ձգվում է, ասես այսպես ոլորվում է, շատ հետաքրքիր զգացողություն է մկանային առումով։ Ես զգում եմ բոլոր մեջքի եւ տոտանը մկանները, կարծում եմ այս հրաշալի մարզասարքը շատ արագ կտա իր արդյունավետությունը։ Նշեմ, որ ես գտնվում եմ Հիլ սպորտային համալիրում եւ արդից օգտվելով, որ այս պահին բոլոր մարզիչները զբաղված են, պարզապես փորձեցի օգտվել այս մարզասարքից եւ մարզվել եւ ձեզ ցույց տալ, թե ինչպիսի լավ մարզասարքեր կան Հիլսում, որը տվյալ դեպքում, եթե ուշադրություն դարձնեք, որը տվյալ դեպքում, ինչպես տեսնում եք, սարքի վրա է նշված, մարզում է ստոցանու հատվածը, դիաֆրագմայի այս կողքերի, ասես, շերտն է հղկում եւ իհարկե մեջքի հետևի հատվածը, չէ՞ որ ես մարզվելիս նշում եմ, որ զգում եմ մեջքի մկանները։ Այսօր համար այսքանը, իսկ մարզվելիս անպայման խմեք ջրեր։ Ֆիտ ջրերը նախատեսված են մարզվելիս ակտիվորեն օգտագործելու համար, դրանք հագեցած են ամենատարբեր ամինաթթուներով, վիտամիններով եւ իհարկե հարկ է յուրաքանչյուր մարզման ընթացքում պում-պում փոքրիկ ումերով խմել ջուր։ Առողջ եղեք եւ մշտապես մարզվեք, կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։